Մինչ Իրանում տեղեկատվական շրջափակում է, ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվ տեսանյութեր են տարածում։ Այրվող մզկիթներ, լեփլեցուն դիահերձարաններ ու կատաղած ամբոխ։ Պաշտոնական Թեհրանը վիճակը վերահսկողության տակ գտնվելու մասին է հաղորդում։ Բաքուն իր պաշտոնական լրահոսում հակառակը պնդում։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն այն պատահական չի համարում։ Մեծ հավանականությամբ ցուցարարների ներսում կա խումբ, որի անդամներին ապահովել են ադրբեջանական համապատասխան քարտերով եւ ադրբեջանական ցանցերին հասանելիությամբ սահմանային բազմաթիվ վայրերում։ Սա նոր մարտավարություն է, որ Բաքուն որդեգրել է Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ժամանակ, գրում է ադրբեջանագետը։ Ինչ են խոստանում Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հարավային Ադրբեջանին խորագիրն է գրում ադրբեջանական այս հրապարակումը։ Արմինե Ադիբեկյանն ասում է, ադրբեջանցիներին անջատում են մյուսներից, փորձելով թեժացնել ցույցերը։ Սխալ հաշվարկ է, որովհետև Բաքուն ակնկալում է, որ հարավային Ադրբեջանը կմիանա Բաքվին, բայց իրականում հակառակն է տեղի ունենալու։ Ադրբեջանում գործում է հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք կազմակերպությունը, որ ուղիղ ֆինանսավորվում է կառավարությունից։ Այս կազմակերպության միջոցով Բաքուն երբեք առիթը չի կորցրել Իրանում անջատումներ հրահրելու, բայց դա միշտ արել է շատ նուրբ ու հատուկ ծառայությունների միջոցով, գիտակցելով Իրանի ուժը, նշում է իրանագետը։ Իհարկե հնարավոր է հարաբերությունների սառեցում, վատացում, բայց ինչ-որ ավելի հեռու գնացող գործողություններ չի։ Ադրբեջանը Իրանում տեղի ունեցողին խիստ քաղաքական երանգ է հաղորդում, նշում է քաղաքագետը։ Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը Իրանի ներքին գործընթացները ներկայացնում է ոչ թե որպես սոցիալ-տնտեսական կամ համազգային խնդիրներ, այլ որպես հարթակ հարավային Ադրբեջանի գաղափարի առաջմղման, պատմության վերանայման եւ հարևան պետության ներքին կյանքում տարածքային հավանականությունների լեգիտիմացման համար։ Բաքուն այսպիսով իրեն է վնասում, կարծում է Ադիբեկյանն ու նշում, Իրանում ապրող ծագումով ադրբեջանցիները ինտելեկտով ու ձգտումներով տարբերվում են Ադրբեջանում ապրողներից եւ հնարավոր է հակառակը լինի, այսինքն ոչ թե Իրանի ադրբեջանցիներն անջատվեն Իրանից, այլ Բաքվի ադրբեջանցիները միանան մյուսներին, պարզաբանում է ադրբեջանագետը։ Իրանագետ Արմեն Վարդանյանն էլ հաշվի առնելով ռիսկերը բացառում է Իրան-Ադրբեջան տաք գործողությունները։ Անիա Բաղյան, Նորայր Հակոբյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։